Ինչպես սիրել նրան, ով եկել է քանդելու քո կյանքի գործը և սրբությունը։ Պատկերացրեք այս տեսարանը։ Փոշին դեռ չի նստել ձեր հնագույն արհեստանոցի ավերակների վրա, որտեղ սերունդներ են աշխատել։ Ձեր հոր վերջին գործը, անգին խաչքարը, փշուր-փշուր ընկած է գետնին։ Իսկ այս ամենի պատասխանատուն, նայելով ձեր աչքերի մեջ, սառը ժպիտով ասում է. «Սա ընդամենը բիզնես է, շուտով այստեղ բետոնե հրեշ է կանգնելու»։ Այս պատմության մեջ մենք ոչ միայն ցույց կտանք Գևորգի պայքարը, այլև կբացահայտենք այն անսպասելի զորությունը, որը թաքնված է Քրիստոսի ամենադժվարին պատվիրանի մեջ։ Բայց ամենակարևորը, դուք ականատես կլինեք, թե ինչպես է հավատքով զինված հասարակ վարպետը պատասխանում այս դաժանությանը մի քայլով, որն այնքան անսպասելի է, որ ցնցում է նույնիսկ իր թշնամուն։ Սա այն պատասխանն է, որը փոխում է խաղի բոլոր կանոնները։ Երբ մարդկային ուժն ու օրենքն անզոր են, պայքարի մեջ է մտնում միանգամայն այլ զորություն։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքը։ Տեսնենք, թե մեզնից քանիսն են պատրաստ։ Բուլդոզերի մետաղական շերեփի առաջին իսկ հարվածից Գևորգի սիրտը կանգ առավ։ Ճարճացյունը, որով փլվեց նրա պապի ձեռքով կառուցված Աղյուսե պատի մի հատվածը, արձագանքեց նրա հոգու խորքում, կարծես սեփական ողնաշարը կոտրվեր։ Նա կանգնած էր իր խաչքարագործական արհեստանոցի բակում, Երևանի հին թաղամասերից մեկում, որտեղ օդը դեռ պահպանում էր դարերի փոշու և տուֆի բույրը։ Նրա շուրջը հավաքվել էին հարևանները, ծերունի Հակոբը, որը դեռ հիշում էր, թե ինչպես էր Գևորգի հայրը Վարդան վարպետը իր առաջին մուրճը բռնել այս բակում, երիտասարդ Անահիտը երեխան ձեռքին և մի քանի այլ մարդիկ, որոնց դեմքերին գրված էր անզոր զայրույթ։ Նրանց դիմաց փոշու ամպի միջից վեր էր խոյանում մի ժամանակակից շինարարական հրեշ, որը եկել էր կուլ տալու նրանց անցյալը։ Բուլդոզերի աղմուկի միջից հնչեց մի ինքնավստահ, գրեթե ուրախ ձայն. «Գևորգ ջան, մի նեղվիր, եղբայր, հնի տեղը նորն է գալիս։ Այստեղ այնպիսի բիզնես կենտրոն եմ կառուցելու, որ ամբողջ քաղաքը կխոսի»։ Տիգրանն էր, 40 տարեկան, թանկարժեք կոստյումով, ինքնագոհ ժպիտը դեմքին։ Նա մոտեցավ, անտեսելով Գևորգի սեղմված բռունցքները և ատամների կրճտոցը։ «Ես քեզ լավ առաջարկ արեցի։ Փողը վերցրու, գնա քեզ համար ուրիշ տեղ գտիր։ Այս թաղամասն այլևս քոնը չէ»։ Գևորգի կինը Մարիամը մոտեցավ և բռնեց ամուսնու թևից։ «Գևորգ, խնդրում եմ մի արա, նրանք օրենքով են գործում»։ Նրա ձայնը դողում էր, բայց նա փորձում էր զսպել ամուսնու բորբոքված ցասումը։ «Մենք կդիմենք դատարան, մենք կբողոքենք»։ Տիգրանը քմծիծաղ տվեց. «Դատարան։ Իմ փաստաբաններն այդ դատարաններում ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան դատավորները։ Խնայեք ձեր ժամանակն ու նյարդերը։ Այս հողը ես գնել եմ, բոլոր փաստաթղթերը կարգին են։ Իսկ քո այս հին քարանձավը, այն պարզապես խանգարում է իմ պլաններին»։ Նրա հայացքը սահեց դեպի արհեստանոցի կիսաբաց դուռը, որտեղից երևում էր մի անավարտ խաչքար, նուրբ, բարդ զարդանախշերով։ Դա Վարդան վարպետի վերջին գործն էր, որը Գևորգը պահում էր որպես սրբություն, որպես իր հոր հոգու մի մասնիկ։ Տիգրանի մարդկանցից մեկը, մի կաղ մարդ, որի դեմքին սպի կար, քայլեց դեպի բուլդոզերի վարորդը և ինչ-որ բան շշնջաց նրա ականջին։ Բուլդոզերի շարժիչը նորից գոռաց, և շերեփը շարժվեց առաջ, այս անգամ ուղղվելով ոչ թե պատին, այլ հենց արհեստանոցի մուտքին։ «Ոչ»։ Գևորգի ճիչը խեղդվեց փլուզվող պատի աղմուկի մեջ։ Նա առաջ նետվեց, փորձելով իր մարմնով պաշտպանել արհեստանոցը, բայց Տիգրանի երկու թիկնապահները բռնեցին նրա թևերից, պահելով տեղում։ Նա ստիպված էր անզոր դիտել, թե ինչպես է մետաղե հրեշը քանդում իր կյանքի, իր հոր, իր պապի սրբավայրը։ Փոշին և աղյուսի կտորները թափվում էին ամենուր։ Երբ բուլդոզերը մի պահ հետ քաշվեց, բացված անցքից երևաց սարսափելի տեսարանը։ Վարդան վարպետի խաչքարը, որը րոպեներ առաջ կանգնած էր իր պատվանդանի վրա, ընկած էր գետնին, երկու մասի բաժանված։ Մարմարե բեկորները փայլում էին արևի տակ, կարծես արցունքներ լինեին։ Գևորգի բռունցքներն այնքան ուժգին էին սխմվել, որ եղունգները խրվել էին ափի մեջ, և մատների արանքից արյուն էր կաթում։ Նա չէր զգում ցավը։ Նրա ողջ էությունը լցվել էր միայն մի զգացումով՝ սև, անսահման ատելությամբ։ Նրա հայացքը հանդիպեց Տիգրանի հայացքին, և այդ հայացքի մեջ կար սպանելու պատրաստակամություն։ Տիգրանը, զգալով վտանգը, մի քայլ հետ գնաց։ «Գործն ավարտված է այսօրվա համար», հրամայեց նա իր մարդկանց։ «Վաղը կշարունակենք»։
Նրանք արագ նստեցին իրենց թանկարժեք մեքենաները և հեռացան, թողնելով Գևորգին իր ավերված աշխարհի և կոտրված սրբության առաջ։ Հարևանները լուռ մոտեցան, ծերունի Հակոբը ձեռքը դրեց նրա ուսին։ «Աստված քեզ հետ տղաս, այս անաստվածների դեմ պայքարելն անիմաստ է»։ Բայց Գևորգը չէր լսում, նրա ականջներում դեռ հնչում էր կոտրվող քարի ձայնը, իսկ աչքերի առաջ միայն Տիգրանի ինքնագոհ դեմքն էր։ Նա մտավ ավերված արհեստանոց, ծնկի իջավ կոտրված խաչքարի առաջ և զգուշորեն դիպավ սառը, կտրված եզրին։ Այդ պահին նա իր կյանքում առաջին անգամ հասկացավ, թե ինչ է նշանակում ցանկանալ մարդու մահը։ Այդ երեկո Գևորգը նստած էր խոհանոցում, լուռ նայելով պատուհանից դուրս։ Մարիամը նրա առաջ թեյ դրեց, բայց նա չդիպավ։ Նրանց փոքրիկ տղան, 10 տարեկան Վարդանը, որին պապի անունով էին կոչել, մոտեցավ հորը։ «Հայրիկ, պապիկի խաչքարն իսկապես կոտրվել է»։ Գևորգը չկարողացավ պատասխանել։ Նա պարզապես գլխով արեց։ Տղայի աչքերը լցվեցին արցունքով։ Բայց ինչով, այդ մարդը չար է, չէ՞։ Գևորգը բարձրացրեց հայացքը և նայեց որդուն։ «Այո, որդիս, նա չար է, և չարը պետք է պատժվի»։ Նրա ձայնը սառն էր և վճռական։ Մարիամը տագնապով նայեց ամուսնուն։ «Գևորգ, ինչ ես մտածում, խնդրում եմ, հիմարություն մի արա։ Մենք հավատացյալ մարդիկ ենք, Տերն ասում է. «Սիրեցեք ձեր թշնամիներին»։ Գևորգը կտրուկ շրջվեց։ «Սիրել։ Սիրել նրան, ով պղծեց իմ հոր հիշատակը, ով քանդեց իմ տունը։ Ոչ, ավետարանը նաև ասում է. «Աչք աչքի դիմաց»։ Ես նրան կստիպեմ վճարել, ամեն մի բեկորի համար»։ Նա վեր կացավ և դուրս եկավ տնից մթության մեջ։ Մարիամը նայեց նրա հետևից, սրտում սառը վախ զգալով։ Նա գիտեր, որ իր ամուսինը ոտք է դրել մի վտանգավոր ուղու վրա, որտեղից վերադարձը կարող է շատ ավելի թանկ արժենալ, քան կոտրված խաչքարը։ Գիշերվա խավարը թանձրացել էր Գևորգի տան շուրջ, բայց ներսում մթնոլորտը շատ ավելի ծանր էր ու ճնշող։ Սեղանին դրված ընթրիքը վաղուց սառել էր և ոչ ոք ձեռք չէր տվել դրան։ Օդում կախված էր չասված խոսքերի և զսպված հույզերի լարվածությունը։ Գևորգը նոր էր վերադարձել, և նրա դեմքի քարե արտահայտությունը ոչ մի լավ բան չէր խոստանում։ Նրա կողքին նստած էր կրտսեր եղբայրը՝ Լևոնը, 35 տարեկան մի եռանդուն տղամարդ, որի աչքերում միշտ կրակ էր վառվում, իսկ խոսքերում գործնականության սառը հաշվարկ։ Նա բռունցքով թեթև հարվածեց սեղանին, խախտելով լռությունը։ «Եղբայր, այսպես նստելով հարցը չի լուծվի, մենք պետք է գործենք։ Ես իմ ընկերների հետ խոսել եմ, կարող ենք լավագույն փաստաբանին վարձել, որը կքրքրի այդ Տիգրանի բոլոր կեղտոտ գործերը։ Հավատա ինձ, նրա նմանների մոտ միշտ մի բան կգտնվի, մի փոքր ճնշում, մի քանի ճիշտ զանգ, և նա ինքը կհրաժարվի իր մտքից»։ Լևոնի խոսքերին աջակցեց նրանց հորեղբայրը՝ Սարգիսը, մի տարեց մարդ, ով կյանքում շատ բան էր տեսել։ «Լևոնը ճիշտ է ասում, Գևորգ, այս աշխարհում գայլերի հետ պետք է գայլի պես վարվել, աղոթքով ու բարի խոսքով քո արհեստանոցը հետ չես բերի»։ Գևորգը բարձրացրեց գլուխը։ Նրա հայացքը հոգնած էր, բայց նրա մեջ մի նոր, անսովոր վճռականություն կար։ Նա ձեռքը տարավ դեպի սեղանի եզրին դրված հին մաշված ավետարանը, որը ժառանգություն էր մնացել իրենց հորից։ «Ես գիտեմ, որ դուք բարին եք ուզում»։ Նրա ձայնը խաղաղ էր, բայց այդ խաղաղության տակ պողպատե ամրություն կար։ «Բայց կա մեկ այլ ճանապարհ, մի ճանապարհ, որի մասին մենք հաճախ ենք կարդում, բայց հազվադեպ ենք քայլում»։ Նա բացեց գիրքը։ Մարիամը տագնապով նայեց ամուսնուն։ Նա վախենում էր այն բանից, ինչ Գևորգը պատրաստվում էր ասել, որովհետև գիտեր, որ այդ խոսքերը լինելու են կայծ, որը կբորբոքի ընտանեկան վեճը։ Գևորգը գտավ Մատթեոսի ավետարանի 5-րդ գլուխը և սկսեց կարդալ լեռան քարոզից։ «Դուք լսել եք, որ ասվել է. «Աչք աչքի տեղ, ատամ ատամի տեղ»։ Իսկ ես ձեզ ասում եմ. չարին հակառակ մի կացեք, այլ եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, մյուսն էլ նրան դարձրու։ Լսել եք, որ ասվել է. «Սիրիր քո անկերոջը և ատիր քո թշնամուն»։ Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին»։ Նա դեռ չէր ավարտել, երբ Լևոնը չդիմացավ և թռավ տեղից։ «Ինչ? Սիրել։ Սիրել այն սրիկային, ով մեր հոր հիշատակը ոտնատակ տվեց։ Գևորգ, դու գժվել ես, սա ինչ է, կատակը»։ «Նա մեզ ապտակել է, իսկ դու առաջարկում ես մյուս թուշը դարձնել։ Նա մեր վերջին հացն է խլում, իսկ մենք նրան պետք է օրհնենք»։ Նրա ձայնը բարձրացավ, վերածվելով գրեթե ճիչի։ «Սա խոնարհություն չէ, սա վախկոտություն է։
Սա մեր ընտանիքի անունը խայտառակել է։ Հորեղբայր Սարգիսը գլխով արեց. Տղաս, ավետարանը իմաստուն գիրք է, բայց այն հոգու համար է, իսկ այստեղ մեր գույքի, մեր ապրուստի հարցն է լուծվում։ Տիգրանը Աստծո լեզվով չի հասկանում, նա հասկանում է միայն ուժի լեզվով։ Ընտանիքը բաժանվեց երկու ճամբարի։ Մի կողմում Լևոնն ու Սարգիսն էին, ռեալիստները, ովքեր պահանջում էին անհապաղ և կոշտ գործողություններ։ Մյուս կողմում Գևորգն էր, ում կողքին լուռ կանգնած էր Մարիամը, ով թեև վախենում էր, բայց հավատում էր ամուսնու ընտրությանը։ Գևորգը փակեց ավետարանը և նայեց եղբորը։ Նրա հայացքում ոչ թե դատապարտում կար, այլ ցավ։ Լևոն, ես վախկոտ չեմ, և ես ավելի շատ եմ ուզում պատժել Տիգրանին, քան դու կարող ես պատկերացնել։ Ամեն անգամ, երբ փակում եմ աչքերս, տեսնում եմ կոտրված խաչքարը, և իմ մեջ վրեժի ցանկությունն է արթնանում։ Բայց հետո ես հարց եմ տալիս ինձ. ինչ կաներ Քրիստոսը իմ փոխարեն։ Միթե նա փաստաբաններ կվարձեր կամ կփորձեր կեղտ գտնել իր թշնամու վրա։ Ոչ, նա կընտրեր ամենադժվար, ամենաանհավանական ճանապարհը։ Նա կփորձեր սիրով հաղթել ատելությանը։ Բայց դա անհնար է, բացականչեց Լևոնը։ Դա ուտոպիա է, իրական կյանքում դա չի գործում։ Գուցե մենք երբեք լրջորեն չենք փորձել, որ դա գործի, մեղմորեն պատասխանեց Գևորգը։ Մեր եկեղեցում հայր Հովանեսը, մեր հոգևոր հայրը, միշտ ասում է, որ Քրիստոսի պատվիրանները ոչ թե գեղեցիկ խորհուրդներ են, այլ գործողության կոչ, հոգևոր զենք, որն ավելի հզոր է, քան աշխարհի բոլոր բանակները։ Ես ուզում եմ փորձել օգտագործել այդ զենքը։ Լևոնը հուսահատ թափահարեց ձեռքը։ Լավ, փորձիր, նստիր ու սպասիր, թե երբ է Տիգրանի քար սիրտը հալվելու քո սիրուց, իսկ ես կգործեմ։ Ես թույլ չեմ տա, որ դու քո հոգևոր փորձարկումներով կործանես մեր ընտանիքի վերջին հույսը։ Այսուհետև մենք տարբեր ճանապարհներով ենք գնում։ Նա կտրուկ շրջվեց և դուրս եկավ սենյակից, իր հետևից շրքացնելով դուռը։ Հորեղբայր Սարգիսը ծանր հոգոց հանեց, գլուխը թափահարեց և լուռ հետևեց նրան։ Գևորգը մնաց մենակ կնոջ հետ, սառած ընթրիքի և ավետարանի բաց էջերի առաջ։ Քրիստոսի խորհուրդը ոչ միայն չլուծեց խնդիրը, այլև ճեղք առաջացրեց իր ընտանիքի սրտում։ Նա ընտրել էր մի ճանապարհ, որով պետք է քայլեր գրեթե մենակ, իր դեմ ունենալով ոչ միայն արտաքին թշնամուն, այլև սեփական հարազատների անհավատությունն ու թյուրիմացությունը։ Հաջորդ 3 օրերը Գևորգն անցկացրեց իր ավերված արհեստանոցի լռության մեջ, փորձելով ոչ թե վերականգնել կոտրվածը, այլ հասկանալ իր հոգում բարձրացած փոթորիկը։ Նա նորից ու նորից կարդում էր Լեռան քարոզի տողերը, բայց դրանք հնչում էին որպես անհասանելի իդեալ, ոչ թե գործնական ուղեցույց։ Ինչպես կարելի է սիրել Տիգրանին։ Ինչ է նշանակում օրհնել նրան, ով քեզ անիծում է։ Նրա մարդկային բանականությունը մերժում էր այդ գաղափարը։ Բայց նրա հոգու խորքում մի այլ ձայն էր խոսում, մի ձայն, որը հիշեցնում էր նրա հոր խոսքերը։ Քրիստոնեությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է մարդկային տրամաբանությունը։ Երրորդ օրվա երեկոյան նա մի որոշում կայացրեց։ Նա գնաց արհեստանոցի խորքը և գտավ մի փոքրիկ, բայց շատ նուրբ մշակված խաչքար, որը պատրաստել էր իր որդու Վարդանի ծննդյան օրվա համար։ Քարի վրա փորագրված էր խաղողի ողկույզ, կյանքի և առատության խորհրդանիշը։ Նա զգուշորեն փաթաթեց այն մաքուր կտորի մեջ։ Մարիամը լուռ հետևում էր նրա գործողություններին։ Ինչ ես պատրաստվում անել, Գևորգ, նրա ձայնում տագնապ կար։ Ես կանեմ այն, ինչ ասում է ավետարանը, պատասխանեց Գևորգը, չնայելով կնոջը։ Ես նրան օրհնանք կտանեմ։ Գուցե սա է բանալին։ Նրա ձայնը վստահ էր հնչում, բայց ձեռքերը թեթևակի դողում էին։ Տիգրանի գրասենյակը գտնվում էր քաղաքի կենտրոնում, փայլուն ապակիներով մի նորակառույց շենքի վերջին հարկում։ Շքեղ կահույքը, թանկարժեք նկարները և պատուհանից բացվող տեսարանը խոսում էին ուժի և հարստության մասին։ Գևորգը իր հասարակ աշխատանքային հագուստով անտեղի էր թվում այս ճոխության մեջ։ Երբ քարտուղարուհին զեկուցեց նրա անունը, Տիգրանը զարմացավ, բայց թույլ տվեց ներս մտնել։ Ահա իմ համար վարպետը, ասաց նա աթոռին թիկնած։ Եկել թե լես ողորմություն խնդրելու, թե նորից սպառնալու։ Գևորգը լուռ մոտեցավ նրա սեղանին և զգուշորեն դրեց կտորի մեջ փաթաթված խաչքարը։ Նա բացեց փաթեթը, բացահայտելով քարի նուրբ գեղեցկությունը։ Սա քեզ համար է, Գևորգի ձայնը հազիվ էր լսվում։ Թող Աստված օրհնի քո աշխատանքը և քո ընտանիքը։ Տիգրանը մի պահ լռեց, զարմացած։ Նա վերցրեց խաչքարը, պտտեց ձեռքերի մեջ, զննեց այն սառը գնահատող հայացքով,
կարծես ապրանք լիներ։ Հետո նա նայեց Գևորգին, և նրա դեմքին հայտնվեց արհամարհական ժպիտ։ «Վատ աշխատանք չէ», ասաց նա։ Եվ հետո Գևորգի ապշած հայացքի ներքո նա ձեռքը տարավ և խաչքարը նետեց սեղանի տակ դրված աղբամանի մեջ։ Քարի մետաղին դիպչելու չոր ձայնը Գևորգի համար ավելի ցավոտ էր, քան բուլդոզերի աղմուկը։ «Ինձ քո քարերը պետք չեն», սառը ասաց Տիգրանը։ «Ինձ քո հողն է պետք։ Իսկ հիմա դուրս գնա իմ գրասենյակից, դու պարզապես իմ ժամանակն ես վատնում»։ Գևորգը դուրս եկավ փողոց, զգալով իրեն լիովին ջախջախված։ Նվաստացումը այրում էր նրա այտերը։ Նա արել էր այն, ինչ իր կարծիքով ճիշտ էր, ինչ պահանջում էր իր հավատքը, բայց արդյունքը եղավ զրոյական, նույնիսկ բացասական։ Նա ոչ միայն չփափկեցրեց իր թշնամու սիրտը, այլև նրան տվեց իրեն ավելի նվաստացնելու հնարավորություն։ Նա քայլում էր աննպատակ, չիմանալով ուր գնալ։ Նրա ոտքերն իրենք նրան տարան դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի։ Նա մտավ ներս, նստեց մի մութ անկյունում և գլուխը թաքցրեց ձեռքերի մեջ։ Նրա հոգին լի էր կասկածներով։ Միթե ավետարանը սխալվում է։ Միթե սերը, ներումը, օրհնանքը պարզապես գեղեցիկ բառեր են, որոնք անզոր են իրական դաժան աշխարհում։ «Դու սխալ ես հասկացել Տիրոջ խոսքը, որդիս», նրա կողքին հնչեց մի հանգիստ ծանոթ ձայն։ «Հայր Հովհաննեսն ես, նրանց ծխական քահանան, իմաստուն և բարի մի մարդ, ով տասնյակ տարիներ ծառայում էր այդ եկեղեցում»։ Գևորգը բարձրացրեց գլուխը։ «Հայր Սուրբ, ես արեցի այն, ինչ գրված է, ես իմ թշնամուն օրհնեցի, բայց նա իմ օրհնանքը աղբը նետեց»։ Հայր Հովհաննեսը նստեց նրա կողքին։ «Տերը չի ասում՝ տուր քո թշնամուն նվեր, նա ասում է՝ սիրիր քո թշնամուն։ Դու նրան տվեցիր մի բան, որը քեզ համար թանկ էր, բայց նրա համար անարժեք։ Դու կատարեցիր արտաքին գործողություն, բայց քո սրտում սեր կար նրա հանդեպ, թե դու դա արեցիր ակնկալելով, որ նա կփոխվի, որ քո խնդիրը կլուծվի»։ Գևորգը լռեց։ Քահանայի խոսքերը դիպել էին ամենացավոտ տեղին։ Նա անկեղծորեն խոստովարեց. Ես հույս ունեի։ Հայր Հովհաննեսը բարեհամբույր ժպտաց։ Սիրել թշնամուն նշանակում է ցանկանալ նրա փրկությունը, ոչ թե նրա պարտությունը, ոչ թե նրա փոխվելը իշահ քեզ, այլ նրա հոգու փրկությունը։ Դա նշանակում է նրա մեջ տեսնել ոչ թե թշնամի, այլ Աստծո կորած զավակ, որի համար նույնպես Քրիստոսը խաչվեց։ Սա մեկ անգամյա գործողություն չէ, Գևորգ, սա ճանապարհ է, շատ երկար ու դժվար ճանապարհ, որը սկսվում է ոչ թե նրան նվեր տանելուց, այլ նրա համար աղոթելուց։ Աղոթել ոչ թե այն բանի համար, որ նա քեզ հանգիստ թողնի, այլ որ Աստված լուսավորի նրա միտքն ու սիրտը։ Քո առաջին քայլը միամիտ էր, բայց անկեղծ։ Աստված տեսնում է քո սիրտը։ Հիմա պետք է անել երկրորդ քայլը, որը շատ ավելի դժվար է։ Վերադարձիր տուն, ծնկի իջիր և աղոթիր Տիգրանի համար։ Ոչ թե քո, այլ նրա համար։ Այդ ժամանակ դու կսկսես հասկանալ, թե ինչ է նշանակում սիրել թշնամուն։ Գևորգը նայեց խորանի վրա պատկելված Քրիստոսի դեմքին։ Նա սկսում էր հասկանալ, որ իր առջև բացվել էր մի հոգևոր պայքարի դաշտ, որտեղ հաղթանակը կախված էր ոչ թե արտաքին գործողություններից, այլ սրտի խորքում տեղի ունեցող անտեսանելի փոփոխություններից։ Նրա մարդկային բանականությունը դեռ դիմադրում էր, բայց նրա հավատքը սկսում էր շշնջալ, որ սա միակ ճիշտ ճանապարհն է։ Գևորգը սկսեց աղոթել իր թշնամու համար, բայց դա նման էր քարեր տաշելուն։ Ամեն բառը դուրս էր գալիս մեծ դժվարությամբ, իսկ սիրտը լի էր դառնությամբ ու դիմադրությամբ։ Նա ծնկի էր իջնում իր տան փոքրիկ սրբապատկերների անկյունում, փորձում էր կենտրոնանալ Տիրոջ դեմքի վրա, բայց աչքերի առաջ անընդհատ հայտնվում էր աղբամանի մեջ նետված խաչքարը և Տիգրանի արհամարհական ժպտիտը։ Այս ներքին պայքարը տևեց մի քանի օր, և հենց այն պահին, երբ Գևորգին թվում էր, թե իր հոգում սկսում է մի փոքր խաղաղություն հաստատվել, Տիգրանը հասցրեց հաջորդ, ավելի դաժան հարվածը։ Այս անգամ նա չօգտագործեց բուլդոզերներ, նա օգտագործեց տպագիր խոսքը, որը երբեմն ավելի կործանարար է, քան մետաղը։ Տեղական, ոչ այնքան հայտնի, բայց շատ ընթերցվող թերթերից մեկում հայտնվեց մի մեծ հոդված՝ «Վարպետության քողի տակ թաքնված խարդախները» վերնագրով։
Հոդվածում, առանց ուղղակիորեն անուններ տալու, բայց շատ թափանցիկ ակնարկներով, պատվում էր մի հնամենի արհեստանոցի մասին, որի տերերը իբր տարիներ շարունակ խաբել են հաճախորդներին, վաճառելով ցազրորակ քարը որպես թանկարժեք մարմար և խուսափելով հարկերից։ Հոդվածը Գևորգի ընտանիքին ներկայացնում էր որպես ժլատ, անազնիվ մարդկանց, ովքեր կառչած են իրենց ապօրինի կառույցից, խանգարելով քաղաքի զարգացմանը։ Զրպարտությունը այնքան հմտորեն էր հյուսված, որ կիսաճշմարտությունների և բացահայտ ստի խառնուրդը շատ համոզիչ էր թվում։ Հարվածն ուղղված էր ամենացավոտ տեղին, հայ մարդու համար ամենասուրբ բանին, նրա բարի անվանն ու պատվին։ Հաջորդ օրը, երբ Գևորգի մայրը, տիկին Անահիտը, մի ազնիվ ու հարգված կին, գնաց շուկա, զգաց, որ օդը սառել է իր շուրջը։ Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ նրան ժպիտով էին դիմավորում, այժմ խուսափում էին նրա հայացքից, շշնջում էին նրա թիկունքում։ Մսավաճառ Ռուբենը, ում հետ նրանք հարևանություն էին անում 20 տարի, ձևացրեց, թե զբաղված է և չի լսում նրա ձայնը։ Իսկ կանաչեղեն վաճառող ծերունի Սաթենիկը, որը միշտ նրա համար լավագույն լոլիկներն էր ընտրում, կտրուկ պատասխանեց. «Այսօր ոչինչ չունեմ քեզ համար, գնա ուրիշ տեղից առ»։ Տիկին Անահիտը վերադարձավ տուն դատարկ զամբյուղով և կոտրված սրտով։ Նրա աչքերը կարմրել էին զսպած արցունքներից։ «Ինչ է սա, Գևորգ», հարցրեց նա որդուն, սեղանին դնելով թերթը։ «Մենք ինչ ենք արել, որ այսպիսի ամոթի արժանանանք։ Քո հայրը իր ամբողջ կյանքում աշխատել է, որ մեր անունը մաքուր մնա, իսկ հիմա մարդիկ մեզանից երես են թեքում»։ Ճնշումը դարձավ շոշափելի։ Այն մտավ նրանց տուն, նստեց նրանց սեղանի շուրջ և թունավորեց նրանց հացը։ Ընտանեկան ոգին, որը դիմացել էր ֆիզիկական հարձակմանը, սկսեց քայքայվել հանրային նվաստացման ծանրության տակ։ Այդ երեկո նրանց տանը կրկին հավաքվեցին հարազատները։ Այս անգամ Լևոնի դեմքին ոչ թե զայրույթ էր, այլ դառը հաղթանակի արտահայտություն։ «Դե ինչ եղբայր, տեսա՞դ»։ Քեոր սիրո և օրնանքի արդյունքը։ Դու նրան խաչքար ես տանում, նա քո անունը ցեխի հետ է հավասարեցնում։ Դու մյուս թուշտ ես դարձնում, նա ավելի ուժեղ է հարվածում։ Ես քեզ զգուշացնում էի։ Հիմա ինչ ես պատրաստվում անել։ Գնալ և շնորհակալություն հայտնել նրան այս հոդվածի համար։ Նրա խոսքերը լի էին հեգնանքով։ Նույնիսկ հորեղբայր Սարգիսը, ով նախկինում ավելի զուսպ էր, այս անգամ չդիմացավ։ Գևորգ տղաս, սա այլևս քո անձնական հարցը չէ, սա մեր ողջ գերդաստանի պատիվն է։ Մարդիկ ինչ կասեն։ Կասեն Վարդան վարպետի որդիները թույլ տվեցին, որ իրենց հոր անունը ոտնատակ անեն։ Հայ մարդու համար սրանից մեծ ամոթ չկա։ Պետք է պատասխանել, պետք է գնալ գտնել այդ լրագրողին, հերքում տպել տալ, դատի տալ։ Գևորգը լսում էր նրանց և զգում էր, թե ինչպես է իր մեջ ամեն ինչ կտոր լինում։ Մի կողմից իր հավատքն էր, Հայր Հովհաննեսի խոսքերը, Քրիստոսի պատվիրանը, որը նա դեռ փորձում էր հասկանալ։ Մյուս կողմից իր մոր արցունքները, եղբոր մեղադրանքները, իր ընտանիքի պատիվը, որը նա պարտավոր էր պաշտպանել։ Մարդկային բանականությունն ու աստվածային իմաստությունը նրա հոգում մտել էին մահացու պայքարի մեջ։ Նա զգում էր, որ հայտնվել է հոգևոր փակուղում։ Նա փորձեց հետևել Քրիստոսի խորհրդին, բայց դա միայն վատթարացրեց իրավիճակը։ Նրա ներումը ընկալվեց որպես թուլություն և հրահրեց նոր, ավելի նենգ հարձակում։ Նա սկսեց կասկածել ոչ թե Աստծո զորությանը, այլ իր սեփական ընկալմանը։ Գուցե Լևոնը ճիշտ է։ Գուցե նա սխալ է մեկնաբանում ավետարանը։ Գուցե սիրել թշնամուն պատվիրանը պետք է հասկանալ այլաբանորեն, ոչ թե բառացի։ Գուցե կան իրավիճակներ, երբ քրիստոնյան պարտավոր է պաշտպանել իրեն և իր հարազատներին, օգտագործելով աշխարհիկ մեթոդներ։ Այդ գիշեր նա երկար չկարողացավ քնել։ Նա նստած էր խավար սենյակում և նայում էր լուսնի լույսով ողողված ավերակներին։ Նա զգում էր իրեն լքված և մարդկանց և կարծես թե Աստծո կողմից։ Նա հավատում էր, բայց չգիտեր, թե ինչպես այդ հավատքը դարձնել գործող ուժ։ Նա հասկացավ, որ Քրիստոսի խորհրդի խորությունը շատ ավելի մեծ է, քան նա կարող էր պատկերացնել, և որ այն հասկանալու համար պարզապես կարդալը կամ նույնիսկ աղոթելը բավարար չէ։ Անհրաժեշտ էր մի բան, որը դեռ տրված չէր իրեն՝ հոգևոր լուսավորություն։ Հասնելով հուսահատության եզրին, երբ իրեն թվում էր, թե և հավատքն է իրեն լքել, և ընտանիքը, Գևորգը մի առավոտ պարզապես դուրս եկավ տնից, առանց որևէ մեկին որևէ բան ասելու։ Նա գնաց դեպի լեռները, դեպի Գեղարդի վանքը, որտեղ ժայռերի լռությունը հազարամյակներ շարունակ կլանում էր մարդկային ցավը։ Նա չէր գնացել աղոթելու կամ պատասխաններ փնտրելու, նա գնացել էր փախչելու համար՝ իր մտքերից, իր հարազատների մեղադրական հայացքներից, իր սեփական անզորությունից։ Նա գտավ մի մեկուսի անկյուն, վանքի կիսավեր պատերից մեկի մոտ, և պարզապես նստեց քարին, նայելով դիմացի ձորի խորությանը։
Նա չէր աղոթում, նրա հոգին դատարկ էր, կարծես բոլոր զգացմունքները սպառվել էին։ Նա պարզապես նստում էր ժաներ շարունակ, թույլ տալով, որ լեռնային քամին սառեցնի իր այրվող միտքը։ Այդ դատարկության եւ լռության մեջ էր, որ տեղի ունեցավ հայտնությունը։ Դա չեկավ որոտի կամ տեսիլքի տեսքով, այն եկավ մի պարզ, գրեթե աննշան տեսարանի միջոցով։ Վանքի բակում մի քանի տղաներ էին խաղում։ Նրանցից մեկը, չարաճճի մի տղա, վերցրեց մի սուր եզրերով քար եւ նետեց բակում պարկած թափառական շան ուղությամբ։ Քարը դիպավ կենդանու թաթին եւ շունը ցավից կենկենկաց։ Գևորգի մեջ բնազդաբար զայրույթ բարձրացավ այդ անիմաստ դաժանությունից։ Այդ պահին վանքի խցերից դուրս եկավ մի ալեհեր վանական, երկար, սպիտակ մորուքով եւ խաղաղ դեմքով։ Նա տեսավ, թե ինչ տեղի ունեցավ։ Գևորգն ակնկալում էր, որ վանականը կբարկանա տղայի վրա, կխրատի նրան, բայց վանականը ոչինչ չասաց։ Նա հանգիստ մոտեցավ, վերցրեց այն նույն քարը, որով տղան հարվածել էր շանը, մի պահ պահեց այն ձեռքին, իսկ հետո տղային հետ նետելու կամ մի կողմ շպրտելու փոխարեն նա քայլեց դեպի կիսավեր պատը եւ զգուշորեն դրեց այդ քարը պատի հիմքում առաջացած մի ճեղքի մեջ։ Նա այն դրեց այնպես, որ քարը դարձավ պատի մի մասը, ամրացնող տարր։ Այդ պահին Գևորգի գիտակցությունը կարծես կայծակ խփեց։ Մի ակնթարթում ամեն ինչ պարզ դարձավ։ Նա հասկացավ, որ ամբողջ ընթացքում սխալ էր ընկալել Քրիստոսի պատվիրանը։ Սիրիր քո թշնամուն չի նշանակում պասիվ կերպով հանդուրժել չարիքը, դա չի նշանակում թույլ տալ, որ քեզ ոչնչացնեն հանուն մի վերացական խոնարհության։ Դա նշանակում է շատ ավելի արմատական եւ զորավոր մի բան։ Դա նշանակում է վերցնել այն չարիքի էներգիան, որը քո դեմ է ուղղված, եւ այն վերափոխել, վերաուղղորդել դեպի արարում։ Չարիքի քարը, որը նետում են քեզ վրա, ոչ թե պետք է հետ նետել կամ անտեսել, այլ պետք է վերցնել եւ դնել քո սեփական շինության հիմքում։ Դու չես զիջում, դու չես հանձնվում, դու պարզապես փոխում ես հարվածի ուղղությունը։ Տիգրանի ատելությունը, նրա ագրեսիան, նրա զրպարտությունը, այս ամենը քարեր էին, որոնք նա նետում էր Գևորգի վրա։ Իսկ Գևորգը, փոխանակ այդ քարերը հավաքելու եւ դրանցով իր հավատքի տունն ամրացնելու, փորձում էր կամ դրանք անտեսել, կամ դրանց փոխարեն նվերներ տալ։ Նա հասկացավ իր բոլոր նախորդ սխալների էությունը։ Նվեր տանելը սխալ էր, որովհետև դա փորձ էր գնել խաղաղությունը, այլ ոչ թե վերափոխել հակամարտությունը։ Աղոթելը, առանց այս ըմբռնման, դառնում էր պարզապես խնդրանք, որ Աստված լուծի իր խնդիրը, այլ ոչ թե իրեն ուժ տա վերափոխելու այդ խնդիրը։ Նա հասկացավ, որ Քրիստոսի իմաստությունը աներևակայելիորեն գործնական է։ Դա հոգեբանական ձյուդո է։ Դու օգտագործում ես հակառակորդի ուժը նրա իսկ դեմ, բայց ոչ թե նրան ոչնչացնելու, այլ քեզ կառուցելու համար։ Այս գիտակցումից Գևորգի հոգին լցվեց մի աննախադեպ խաղաղությամբ եւ զորությամբ։ Նրա բոլոր կասկածները, վախերը, նվաստացման զգացումը պարզապես անհետացան։ Նա այլևս զոհ չէր։ Նա վարպետ էր, ով գիտեր, թե ինչպես վերցնել կոպիտ քարը եւ այն վերածել շինանյութի։ Նա ցնցված էր Քրիստոսի խոսքերի հանջարեղ պարզությունից եւ անսահման խորությունից։ Այդքան ժամանակ պատասխանը իր աչքի առաջ էր, բայց նա կուրացել էր իր ցավով եւ մարդկային տրամաբանությամբ։ Նա վեր կացավ եւ շրջվեց։ Նույն վանականը կանգնած էր ոչ հեռու եւ ժպտում էր նրան, կարծես գիտեր, թե ինչ է տեղի ունեցել Գևորգի հոգում։ Աստծո ճանապարհները խորհրդավոր են, բայց միշտ տանում են դեպի լույս, եթե սիրտը բաց է, մեղմորեն ասաց վանականը։ Գևորգը խոնարհվեց նրա առաջ։ Շնորհակալ եմ, Հայր Սուրբ, դուք ինձ ցույց տվեցիք ճանապարհը։ Ես ոչինչ ցույց չտվեցի որդիս, պատասխանեց վանականը։ Դու ինքդ տեսար։ Քո սիրտը պատրաստ էր տեսնելու։ Գևորգը վերադառնում էր Երևան ոչ թե որպես պարտված մարդ, այլ որպես հաղթանակած զինվոր, ով հենց նոր ստացել էր իր ամենահզոր զենքը։ Նա դեռ չգիտեր, թե կոնկրետ ինչ քայլեր է անելու, բայց նա գիտեր ամենակարևորը՝ իր գործողությունների սկզբունքը։ Նա այլևս չէր պատրաստվում պաշտպանվել կամ հակահարված տալ, նա պատրաստվում էր կառուցել։ Երբ Գևորգը վերադարձավ տուն, նա այլ մարդ էր։ Նրա քայլվածքի մեջ այլևս չկար հուսահատի ծանրությունը, իսկ աչքերում կասկածի ստվերը։ Նրա մեջ մի խաղաղ վճռականություն կար, որը զարմացրեց բոլորին։ Նա ոչինչ չբացատրեց իր բացակայության մասին, այլ պարզապես խնդրեց, որ ընտանիքը հավաքվի։ Երբ Լևոնը, հորեղբայր Սարգիսը, Մայրը եւ Մարիամը նստեցին սեղանի շուրջ, նրանք սպասում էին հերթական հուսահատ ճառին կամ, հնարավոր է, հանձնվելու մասին հայտարարությանը։ Բայց Գևորգի խոսքերը նրանց շփոթության մեջ գցեցին։ Նա չխոսեց Տիգրանի, թերթի հոդվածի կամ իրենց կորցրած պատվի մասին։ Նա սկսեց խոսել իրենց արհեստանոցի կողքին գտնվող հին, գրեթե մոռացված մատուռի մասին,
որի քարե պատերը վաղուց պատվել էին մամուրով, իսկ տանիքը փլուզվել։ Ես որոշել եմ վերականգնել Սուրբ Հարություն մատուռը, հանգիստ ասաց նա։ Սենյակում մի պահ լռություն տիրեց, որը խախտեց Լևոնի նյարդային ծիծաղը։ Վերականգնել մատուռը, հիմա։ Եղբայր, կարծես լեռներում մնալը վնասել է քո դատողությունը։ Մեր տունն են քանդում, իսկ դու որոշել ես եկեղեցի կառուցել։ Ինչ փողով, ինչ ուժերով։ Սա խելագարություն է։ Նա մեզանից հող է ուզում, որ իր համար շքեղ առանձնատուն կառուցի, իսկ մենք նրա քթի տակ, մեր իսկ հողի վրա, կվերականգնենք Աստծո տունը։ Մենք նրա ագահության էներգիան կվերածենք աղոթքի վայրի։ Մենք նրա նետած քարերով կամրացնենք մեր սրբավայրի հիմքերը, եւ մենք դա կանենք անվճար, մեր ձեռքերով, որպես ընծա Աստծուն։ Լևոնը գլուխը բռնեց ձեռքերի մեջ։ Նա խելագարվել է, սա վերջն է։ Նա ոչ միայն պատրաստվում է հանձնվել, այլև ուզում է մեր վերջին ուժերը ծախսել մի անիմաստ գործի վրա։ Սա ինքնասպանություն է։ Հորեղբայր Սարգիսը նույնպես թափահարեց գլուխը։ Գևորգ, տղաս, ես հասկանում եմ, որ դու ուզում ես հոգևոր մխիթարություն գտնել, բայց սա գործնական չէ։ Տիգրանը կծիծաղի մեր վրա։ Նա կասի, տեսեք, նրանք այնքան են վախեցել, որ սկսել են աղոթել։ Բայց այդ պահին տեղի ունեցավ անսպասելին։ Մարիամը, ով ամբողջ ընթացքում լուռ նայում էր ամուսնուն, ձեռքը դրեց նրա ձեռքին։ Նրա աչքերում այլևս վախ չկար։ Նա տեսնում էր այն նույն լույսը Գևորգի աչքերում, որը տեսել էր Գեղարդի վանքում, հոգևոր հայտնության պահին։ Նա զգում էր այն ուժը, որը բխում էր նրանից։ Ես քեզ հետ եմ, պարզ և հստակ ասաց նա։ Եթե սա է քո ճանապարհը, ուրեմն սա նաև իմ ճանապարհն է։ Նրա խոսքերը փոխեցին սենյակի մթնոլորտը։ Լևոնն ու Սարգիսը զարմացած նայեցին նրան։ Նրանք սպասում էին, որ Մարիամը կաջակցի իրենց, կփորձի համոզել ամուսնուն, հրաժարվել այդ խելահեղ մտքից։ Բայց նրա անսպասելի աջակցությունը խառնեց բոլոր խաղաքարտերը։ Նա դարձավ Գևորգի առաջին դաշնակիցը։ Հաջորդ օրը Գևորգը գնաց հայր Հովհաննեսի մոտ և պատմեց նրան իր որոշման մասին։ Քահանան ուշադիր լսեց, նրա աչքերում իմաստուն ժպիտ կար։ Երբեմն ամենախելահեռ թվացող քայլը Աստծու աչքում ամենաիմաստունն է, ասաց նա։ Դու գտել ես ճիշտ ճանապարհը որդիս։ Դու չես պատասխանում չարին չարիքով, բայց նաև չես հանդուրժում այն։ Դու այն վերափոխում ես բարու։ Եկեղեցին քեզ կօգնի, ինչով կարող է։ Ես կխոսեմ մեր ծխականների հետ, կգտնվեն մարդիկ, ովքեր կհասկանան և կաջակցեն։ Եվ նա ճիշտ էր։ Երբ կիրակի օրը, պատարագից հետո, հայր Հովհաննեսը համայնքին պատմեց Սուրբ Հարություն մատուռը վերականգնելու նախաձեռնության մասին, չնշելով Տիգրանի հետ կոնֆլիկտի մանրամասները, այլ պարզապես խոսելով մոռացված սրբավայրը վերակենդանացնելու կարևորության մասին, մարդկանց արձագանքը տարբեր էր։ Ոմանք, ինչպես Լևոնը, դա համարեցին անժամանակ և անիմաստ։ Նրանք շշնջում էին, թե ավելի կարևոր խնդիրներ կան լուծելու։ Բայց կային նաև ուրիշները։ Ծերունի Հակոբը, ով Գևորգի հոր ընկերն էր, առաջինը մոտեցավ։ Ես քարտաշ չեմ, բայց կարող եմ քարեր տեղափոխել, ասաց նա։ Գրիր իմ անունը։ Նրան հետևեց երիտասարդ Անավիտը։ Ես կարող եմ օգնականների համար ուտելիք պատրաստել։ Մի քանի այլ տղամարդիկ ևս իրենց օգնությունն առաջարկեցին։ Նրանք շատ չէին։ Մի փոքրիկ խումբ, բայց նրանց աչքերում կրակ կար։ Նրանք նույնպես հոգնել էին անտարբերությունից և ցանկանում էին մասնակցել մի լուսավոր գործի։ Գևորգի շուրջը սկսեց ձևավորվել մի նոր համայնք, հիմնված ոչ թե արյան կապի կամ ընկերության, այլ ընդհանուր հավատքի և նպատակի վրա։ Նրա խելահեղ թվացող որոշումը դարձավ մագնիս, որը ձգում էր իրեն նման մարդկանց, նրանց, ովքեր հավատում էին, որ մի մոմ վառելն ավելի լավ է, քան խավարը անիծելը։ Լևոնը կողքից դիտում էր այս ամենը, խառը զգացումներով։ Նա դեռ համոզված էր, որ եղբայրը սխալվում է, բայց նա չէր կարող չնկատել այն ոգևորությունը, որը ծնվել էր Գևորգի խոսքերից։ Պայքարը թևակողում էր նոր փուլ, որտեղ ուժերը չափվում էին ոչ թե փողով կամ կապերով, այլ հավատքի ամրությամբ և համախմբվածությամբ։ Աշխատանքները սկսվեցին հաջորդ ջշաբաթվա երկուշաբթի օրը։ Գևորգը, Մարիամը, ծերունի Հակոբը և ևս 3 հոգի վաղ առավոտյան եկան մատուռի ավերակների մոտ։ Նրանց գործիքները պարզունակ էին՝ բահեր, սայլակներ և ամենակարևորը՝ իրենց սեփական ձեռքերը։ Նրանք սկսեցին մաքրել տարածքը տարիների ընթացքում կուտակված աղբից և մոլախոտերից։ Աշխատանքը ծանր էր, բայց նրանց դեմքերին ուրախություն կար։ Նրանք պարզապես քարեր չէին մաքրում, նրանք վերակենդանացնում էին մի սրբավայր։ Կեսօրին մոտ, ինչպես և սպասվում էր, հայտնվեցին Տիգրանի սև ջիպերը։
Նրանք կանգ առան ոչ հեռու եւ մեքենաներից դուրս եկան մի քանի թիկնեղ տղամարդիկ, իրենց ղեկավարի գլխավորությամբ։ Տիգրանը զվարճացած ժպիտով դիտում էր տեսարանը։ Նա սպասում էր հակամարտության, բայց տեսնում էր խաղաղ աշխատանք։ Նա որոշեց փոխել մարտավարությունը։ Նրա մարդիկ ֆիզիկական ուժ չկիրառեցին, փոխարենը նրանք բացեցին մեքենաների դռները եւ ամբողջ ձայնով միացրին ճչացող ագրեսիվ երաժշտություն, որը խախտում էր առավոտյան լռությունը եւ անհնարին էր դարձնում խոսելը։ Հետո նրանք սկսեցին իրենց բերած աղբի տոպրակները դատարկել մաքրաված տարածքի անմիջապես կողքին, ստեղծելով մի փոքրիկ գարշահոտ աղբանոց։ Նրանք բարձրաձայն ծիծաղում էին, վիրավորական արտահայտություններ անում, փորձելով հունից հանել Գևորգին եւ նրա փոքրիկ խմբին։ Ծերունի Հակոբի դեմքը կարմրեց զայրույթից, եւ նա մի քայլ արեց դեպի նրանց։ Բայց Գևորգը զգուշորեն բռնեց նրա թևից։ «Մի տրվիր սադրանքին, Հակոբ հայրիկ», ասաց նա բարձրաձայն, որ երաժշտության աղմուկի միջից լսելի լինի։ «Նրանք մեզ քարեր են տալիս, եկեք դրանք օգտագործենք»։ Եվ նա արեց մի բան, որը Տիգրանին ու նրա մարդկանց ստիպեց մի պահ լռել։ Նա հանգիստ մոտեցավ նրանց ստեղծած աղբակույտին, այնտեղից հանեց մի քանի ամուր, մեծ քարեր, որոնք նետվել էին շինարարական աղբի հետ, մաքրեց դրանք եւ տարավ դեպի մատուռի պատի հիմքը։ Նա դրեց առաջին քարը։ Յուրաքանչյուր վիրավորանքին, յուրաքանչյուր ծաղրական ծիծաղին, երաժշտության յուրաքանչյուր դեցիբելին նա պատասխանում էր դնելով եւս մեկ քար։ Նրա շարժումները հանգիստ էին, կենտրոնացված։ Նա չէր նայում նրանց, նա նայում էր միայն իր գործին։ Նրա անսասանությունը վարակիչ էր։ Մարիամը, Հակոբը եւ մյուսները, տեսնելով նրա օրինակը, նույնպես սկսեցին հավաքել Տիգրանին նվիրած քարերը եւ դրանցով ամրացնել մատուռի հիմքերը։ Մարտի դաշտը վերածվել էր շինհրապարակի, որտեղ մի կողմը ավերում էր, իսկ մյուսը արարում, օգտագործելով հենց ավերածության գործիքները։ Տիգրանը կանգնած էր շփոթված։ Նա չէր հասկանում, թե ինչ է կատարվում։ Նրա զենքը, հոգեբանական ճնշումը չէր աշխատում։ Ընդհակառակը, այն կարծես թե ավելի էր ուժեղացնում իր հակառակորդներին։ Այս տեսարանը աննկատ չմնաց։ Հարևան տներից մարդիկ սկսեցին դուրս գալ իրենց պաշկամբները, զգուշորեն նայել պատուհաններից։ Սկզբում նրանք վախենում էին միջամտել, բայց հետո տեղի ունեցավ մի բան, որը փոխեց իրավիճակը։ Մսավաճառ Ռուբենը, ով մի քանի օր առաջ երես էր թեքել Գևորգի մորից, դուրս եկավ ինձ տնից, ձեռքին մի սկուտեղ թարմ թխված գաթա եւ մի թեյնիկ տաք թեյ։ Նա լուր մոտեցավ աշխատողներին եւ դրեց սկուտեղը մի մեծ քարի վրա։ «Ուժ ձեզ հարևաններ», կարճ ասաց նա, եւ վերադարձավ տուն։ Դա ազդանշան էր։ Նրա օրինակին հետևեցին մյուսները։ Մի կին ջուր բերեց, մեկ ուրիշը մի քանի աշխատանքային ձեռնոց։ Նրանք դեռ չէին միանում աշխատանքին, բայց իրենց համերաշխությունն էին հայտնում։ Հակամարտությունը դառնում էր հանրային, եւ հասարակական կարծիքը ակնհայտորեն Գևորգի կողմն էր։ Նույնիսկ Լևոնը, ով լսել էր, թե ինչ է կատարվում, եկել եւ հեռվից դիտում էր տեսարանը։ Նրա դեմքին դեռ կասկած կար, բայց նաև զարմանք եւ միգուցե մի փոքր հիացմունք։ Նա տեսնում էր, որ իր եղբոր խելագարությունը աշխատում է, թեև ինքը չէր հասկանում, թե ինչպես։ Օրվա վերջում Տիգրանի մարդիկ, հոգնած եւ զայրացած իրենց անզորությունից, հեռացան։ Նրանց երաժշտությունը լռեց եւ հանկարծակի հաստատված լռության մեջ լսվեց քարին դիպչող մուրճի հաճելի ձայնը։ Գևորգը եւ նրա փոքրիկ բանակը հոգնած էին, բայց երջանիկ։ Նրանք նայում էին իրենց օրվա աշխատանքին։ Մատուռի հիմքի մի ամբողջ շարք վերականգնվել էր, հիմնականում իրենց թշնամու բերած քարերով։ Նրանք ոչ միայն դիմացել էին հարձակմանը, այլև առաջ էին գնացել։ Այդ երեկո, երբ Գևորգը վերադարձավ տուն, Լևոնը սպասում էր նրան։ «Ես դեռ կարծում եմ, որ սա վտանգավոր է», ասաց նա, բայց նրա ձայնի մեջ այլևս հեգնանք չկար։ «Բայց, եթե վաղը ձեզ օգնություն պետք լինի, ես լավ եմ քարտաշում, հայրս է սովորեցրել»։ Գևորգը ժպտաց։ Դա նրա օրվա ամենահաղթանակն էր։ Նա ոչ միայն սկսել էր վերականգնել մատուռը, այլև սկսել էր վերականգնել իր ընտանիքի միասնությունը։ Քրիստոսի խորհուրդը, որը սկզբում բաժանել էր նրանց, այժմ սկսում էր միավորել, ոչ թե բառերի, այլ գործի միջոցով։ Մի քանի շաբաթ անց, երբ մատուռի պատերն արդեն սկսել էին բարձրանալ, իսկ կամավորների թիվը կրկնապատկվել էր, Տիգրանը հասկացավ, որ կորցնում է վերահսկողությունը։ Հասարակական կարծիքը նրա դեմ էր, իսկ նրա ճնշման մեթոդները միայն ամրապնդում էին իր հակառակորդներին։ Զայրույթից կուրացած, նա որոշեց դիմել վերջին ամենաուղիղ քայլին։
Մի առավոտ, երբ աշխատանքը եռում էր, նրա ջիպը մեծ արագությամբ մոտեցավ և կտրուկ արգելակեց շինհրապարակի անմիջապես մոտ։ Նա դուրս եկավ մեքենայից միայնակ։ Նրա դեմքը քարի պես անարտահայտիչ էր, բայց աչքերում փոթորիկ էր։ Բոլորը սառեցին իրենց տեղերում։ Երաժշտությունը դադարեց, մուրճերի ձայնը լռեց։ Սա գագաթնակետն էր։ Տիգրանը, չնայելով ոչ ոքի, ուղիղ քայլեց դեպի Գևորգը, ով այդ պահին մի մեծ քար էր տաշում։ Լևոնը բնազդաբար առաջ շարժվեց, եղբորը պաշտպանելու, բայց Գևորգը ձեռքի հանգիստ շարժումով կանգնեցրեց նրան։ Նա վեր կացավ, մաքրեց ձեռքերը տաբատին և սպասեց։ Երկու տղամարդիկ կանգնեցին դեմ դիմաց, ավերակների և նոր կառուցվող պատերի միջև։ Սա պետք է դադարեցվի։ Հիմա Տիգրանի ձայնը սառն էր ու մետաղական։ Գևորգը չպատասխանեց նրա սպառնալիքին։ Նա նայեց Տիգրանի աչքերի խորքը, փորձելով տեսնել ոչ թե թշնամուն, այլ մարդուն։ Հետո նա արեց մի բան, որը ոչ ոք չէր սպասում։ Նա խոնարհվեց, վերցրեց գետնից մի փոքրիկ, գեղեցիկ մշակված տուֆի կտոր, որը մնացել էր իր աշխատանքից, և մեկնեց այն Տիգրանին։ Այս մատուռը մենք կառուցում ենք ի հիշատակ բոլոր նրանց, ում սիրել և կորցրել ենք։ Գևորգի ձայնը հանգիստ էր և զերծ ամեն տեսակ հուզմունքից։ Ես իմացա, որ ձեր ծնողները, Կարապետը և Սիրանույշը, թաղված են քաղաքից դուրս գտնվող գերեզմանատանը։ Թող այս քարը լինի առաջին աղյուսը նրանց հոգու հանգստության համար կառուցվող այս տանը։ Այդ անունները, որոնք Տիգրանը հավանաբար երկար ժամանակ չէր լսել այդքան հարգանքով արտասանված, կարծես ճեղքեցին նրա զրահը։ Նրա դեմքի քարե դիմակը մի պահ ցնցվեց։ Նրա աչքերում մի ակնթարթ երևաց ոչ թե զայրույթ, այլ ցավ, կորուստ, մարդկային մի զգացմունք, որը նա երկար ժամանակ թաքցնում էր բոլորից։ Նա չվերցրեց քարը։ Նա մի քանի վայրկյան լուռ նայեց Գևորգին, կարծես փորձում էր հասկանալ մի բան, որը իր ընկալումից վեր էր։ Հետո, առանց մի բառ ասելու, նա կտրուկ շրջվեց, նստեց իր մեքենան և հեռացավ։ Այդ օրվանից Տիգրան այլևս չհայտնվեց։ Նրա մեքենաները, նրա մարդիկ, նրա ճնշումը պարզապես անհետացան։ Նա չդարձավ սուրբ, նա ներողություն չխնդրեց, բայց նա պարտվել էր ոչ թե ուժին, այլ մի բանի, որի դեմ անզոր էր, անսպասելի բարությանը։ Մի քանի ամիս անց Սուրբ Հարություն մատուռը կանգնած էր, իր պարզ, բայց վեհ գեղեցկությամբ։ Նրա ոցման օրը հավաքվել էր ողջ թաղամասը։ Գևորգի արհեստանոցը նորից աշխատում էր, և պատվերներն ավելի շատ էին, քան երբևէ, քանի որ մարդիկ գալիս էին ոչ միայն խաչքար պատվիրելու, այլև տեսնելու այն մարդուն, ով կարողացավ հավատքով հաղթել ագահությանը։ Բայց Գևորգի համար ամենամեծ փոփոխությունը ոչ թե դրսում էր, այլ իր արհեստանոցի ներսում։ Լևոնը, նրա կրտսեր եղբայրը, այժմ ամեն օր աշխատում էր իր կողքին։ Նրանք քիչ էին խոսում, բայց մուրճի յուրաքանչյուր համաչափ հարվածի մեջ, յուրաքանչյուր փոխանցած գործիքի մեջ կար ավելին, քան բառերը կարող էին ասել։ Դրա մեջ կար ներում, հարգանք և վերագտնված եղբայրություն։ Քրիստոսի խորհուրդը ոչ միայն փրկել էր նրանց ժառանգությունը, այլև վերականգնել էր նրանց ընտանիքը։ Սիրելի եղբայրներ և քույրեր, Գևորգի պատմությունը մեզ ցույց է տալիս մի պարզ, բայց հզոր ճշմարտություն։ Տիրոջ պատվիրանը սիրել թշնամուն ոչ թե պասիվ հնազանդության կոչ է, այլ ստեղծագործական գործողության ամենահզոր ձևը։ Դա չարիքի կործանարար էներգիան վերցնելու և այն բարու շինանյութ դարձնելու արվեստն է։ Գևորգը հաղթեց ոչ թե այն ժամանակ, երբ դիմադրեց, այլ այն ժամանակ, երբ սկսեց կառուցել։ Նրա պատմությունը փոխեց ոչ միայն իր, այլև իր շուրջը գտնվող համայնքի կյանքը, ցույց տալով, որ հավատքը, երբ այն դառնում է գործ, կարող է տեղաշարժել ոչ միայն լեռներ, այլև մարդկային սրտերի սառույցը։ Հիմա խնդրում եմ ձեզ, կիսվեք մեկնաբանություններում, իսկ դուք ինչպես կկիրառեիք Հիսուսի այս խորհուրդը ձեր կյանքում։ Ո՞րն է այն քարը, որը ձեր դեմ են նետել, և որը դուք կարող եք օգտագործել ձեր սեփական տաճարի կառուցման համար։ Թող Աստծո խաղաղությունը լինի ձեզ հետ։